Համաշխարհային ջերմացման արդյունքում հալվում են բևեռային սառույցները, բացելով տարբեր երկրների միջև ծովային ավելի կարճ ուղիներ։ Չինական Yongsheng նավն օրինակ ամռանը կարողանում է Շանհայից Ռոթերդամ մեկնել Սուեզի ջրանցքով իր սովորական ուղու համեմատ 2 շաբաթով ավելի կարճ ժամկետում։ ՆԱՍԱ-ի այս լուսանկարները ցույց են տալիս, թե որքան է ամռան ընթացքում փոքրանում հյուսիսային բևեռի սառցապատ տարածքը, տեղ բացելով ջրային ուղիների համար։ Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ասում, նավարկության համար այս ուղիները այսօր բաց են տարեկան 100-ից 150 օր, ինչը տնտեսական ակտիվացման խթան է, ասում է նա։ Ծովային փոխադրումների նորվեգական ընկերություններից մեկի նախագահ Ֆելիքս Շուդին նշում է այն փաստը, որ եթե 2010 թվականին միայն 4 նավ էր անցնում այս ուղով, 2011-ին 34, 12-ին 46, ապա այսօր դրանց թիվը հասել է 50-ի, ինչը, ասում է նա, արդեն իսկ մրցակցություն է առաջ բերում Սուեզի ջրանցքի հետ։ Տեղի բնիկներն ասում են, թե իրենք մտահոգված են իրենց անարատ բնության աղտոտման հնարավորությամբ, ինչ կլինի, եթե մի օր այստեղ տեղի ունենա նավթի արտահոսք նավթատար նավերից։ Սակայն երկրների ղեկավարները, մասնավորապես Իսլանդիայի նախագահ Օլաֆուր Գրիմսոնը ողջունում են չինական նավերի մուտքը այստեղ եւ նշում, որ Չինաստանի նավային բեռնափոխադրման ամենախոշոր ընկերությունը Ռեյկյավիկում անցկացվելիք գիտաժողովի ժամանակ բացատրելու է, թե ինչպես է այս երկիրը պատրաստվում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառցե շերտի հալման փաստը օգտագործել Ասիան Ամերիկայի եւ Եվրոպայի հետ կապելու համար։ Այո, համաշխարհային ջերմացումից մեծապես տուժում են բևեռային արջերը, սակայն օգտվում Ասիան Եվրոպային կապող բեռնափոխադրման ընկերությունները։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։